Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։ Պարոն Ստեփանյան, ինչ սպասել այսօրվա առերեսումից եւ արդյոք պետք է ակնկալիքներ ունենալ նաեւ այսօր ներքին գործերի նախարարի կողմից հնչեցված արձագանքի համատեքստում, որ ինչպես է գնահատում նաեւ այդ արձագանքը։ Ներքին գործերի նախարարի կողմից այսօր հնչածը առնվազն մտահոգիչ է այն առումով, որ ըստ էության, եթե ամբողջության մեջ ենք նայում իր տված կամ ինչպես ինքն է բնութագրում բարձրաձայն մտածելը, տպավորություն է ստեղծվում, որ ամենաբարձր մակարդակով հովանավորչության հետ գործ ունենք, այսինքն իհարկե անընդհատ հղում էր արվում, որ քննությունը պետք է պարզի, այո, մենք հենց դա էլ ասում ենք, որ քննությունը պետք է պարզի եւ այդ համատեքստում թույլ տվեք ես էլ բարձրաձայն մտածեմ։ Եթե միջազգային ստանդարտներն ասում են, որ նման դեպքերը, խոշտանգման հետ կապված դեպքերը պետք է անհապաղ քննության առարկա դառնան, եթե միջազգային ստանդարտներն ասում են, որ անձինք, ովքեր որ առերևույթ իրականացրել են այդ խոշտանգումը, պետք է նրանց պաշտոնավարումը կասեցվի, նրանք պետք է հեռացվեն այդ լիազորությունների կատարումից, ինչու միջև այժմ դա չի կատարվել, ինչու դատաբժշկական փորձաքննությունը իրականացվել է դեպքից 3 օր անց, այսինքն հիմա թույլ տվեք ես էլ եմ բարձրաձայն մտածում եւ իմ այս բարձրաձայն մտածելը գալիս է ապացուցելու այն ամեն ինչը, որ այո, կա որոշակի հովանավորություն եւ կարծես թե փորձ է արվում ծածկադմփոց անելու այս արատավոր երևույթը։ Մի բանում եմ համաձայն այսպես ասած ներքին գործերի նախարարի հնչեցրած մտքերից, սկզբունքային համաձայն են, որ խոշտանգումը խոշտանգում է, անկախ նրանից թե դա տեղի ունեցել արցախցի երիտասարդի նկատմամբ, թե տեղի ունեցել ցանկացած այլ անձի նկատմամբ եւ պետք է պատշաճ քննության առնվի։ Նորից եմ կրկնում, խիստ մտահոգիչ է, եթե համակարգի ղեկավարը նման որակում է տալիս կամ փորձում է նման հայտարարություններով ինչ-որ առումով, այսպես ասած, արդարացնել այդ արատավոր երևույթը։ Պարոն Ստեփանյան, ինչ կտա ներողություն ձեր հարցի մյուս մասը, ինչ կտա այսօրվա առերեսումը, մեր ակնկալիքը առնվազն նա է եւ բազմիցս դրա մասին խոսել ենք, որ պետք է կոնկրետ այդ ոստիկանները, որոնք այս պահին արդեն իդենտիֆիկացված են, նրանց պաշտոնավարումը, այսինքն նրանք դա կասեցվի նրանց պաշտոնավարումը եւ ընթանա արդար նախաքննություն։ Պարոն Ստեփանյան, ոստիկանները նաեւ կարող են հրաժարվել առերեսումից, ինչ եք կարծում այդ դեպքում ինչ կլինի այսինքն։ Իսկ ինչ եք կարծում, հրաժարվել է ինչ որ բանի մասին հուշում է թե չէ։ Ես կարծում եմ, որ հրաժարվել է եւ չհամագործակցել է, որ հանրային հնչեղություն գործը արդար նախաքննության ենթարկվի, արդեն իսկ խոսում է նրա մասին, որ ինչ որ բան ունեն թաքցնելու կամ ինչ որ բանից խուսափում են։ Ես այդպես եմ գնահատում։ Շնորհակալ ենք։